Աշխարհի բաց աչքին խաղաղություն խաղացող Ալիևը չի փոխում պայմանը։ Հայաստանի հետ նախաստորագրած խաղաղության փաստաթուղթը վերջնական կդառնա, երբ մենք փոխենք սահմանադրությունը։ Մեր մայր օրենքի նախաբանն է մնացել նրա կոկորդին։ Այստեղ հղում կա Երրորդ հանրապետության անկախության հռչակագրին, որտեղ էլ ամրագրել ենք Արցախի հետ վերամիավորվելու ազգային նպատակը։ Բաքվի բռնապետը չնայած Հայաստանի իշխանություններից գրեթե ամեն օր ստացող հավաստիացումներին, թե տարածքային պահանջներ Ադրբեջանից չկան, չնայած Հայաստանի սահմանադրական դատարանի դիրքորոշմանը, թե անկախության հռչակագիրը մայր օրենքում իրավական նշանակություն չունի, պատրաստ չէ նույնիսկ համաձայնել իր օրենսդիրների մեկ քայլ առաջ եւ հետ առաջարկին, որ խաղաղության պայմանագիրը առաջիկայում վերջնական կնքվի, մեր առջև դնելով պայման սահմանադրությունը փոխել դրանից հետո։ Ասլան կտրած նա օրերս հասել էր Մյունխենի անվտանգության համաժողով ու այս առնչությամբ ասել սահմանադրական դատարանի դիրքորոշումն ավելի բարձր չէ, քան այն, ինչ գրված է սահմանադրությունում։ Երկու երկրների ղեկավարությունն այս հարցում փոխըմբռնում ունի։ Կարծում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության միջև այս հարցում կա մեծ, այսպես ասած, փոխըմբռնում այն մասին, թե ինչ պետք է արվի ու ինչ հաջորդականությամբ։ Հենց այդ տարածքային պահանջները չլինեն, պաշտոնապես կստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Այն, ինչ Ալիևի սիրտն է ուզում մարդկության պատմության մեջ չտեսնված ու չլսված մի բան է, այն է իրադարձությունների հետին թվով խմբագրումը։ Մասնագետները համոզված են, այսպես իրականում նա այլ խնդիր է լուծում։ Բնականաբար, այսպես արհեստական ինչ-որ բան է, Ալիևը եթե լուծում է, ինչպես բոլոր հարցերում հայ ժողովրդին նվաստացնելու հարցը ընդամենը լուծում, իր համար բնականաբար ֆորմալ առումով այդտեղ անկախության հռչակագրում հղում կա սահմանադրության մեջ չկա, այդ հաստատ որևէ նշանակություն չունի, ընդամենը հայ ժողովրդից վրեժ է լուծում, հերթական վրեժի դրսևորումն է դա։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա այս հարցում էլ որևէ առաջընթացի չեն սպասում փորձագետները։ Սահմանադրության նախաբանում լինի անկախության հռչակագրի հղումը, թե ոչ։ Ալիևի ողջ վարչակազմը հիմնված է հայատյացության, պատերազմի, հայերի նկատմամբ ատելության, զավթողական ծրագրերի հիման վրա։ Ալիևի վարչակարգը չի փոխվելու։ Որևէ պայմանագիր էլ չի ստորագրվելու ի հեճուկս, եթե մարդիկ որևէ ակնկալիք ունեն, որ վերջնական պայմանագիր Ադրբեջան չի ստորագրելու, որովհետև ինքը չունի իրական որևէ ցանկություն գնալ խաղաղություն։ Ժամանակը շարունակում է աշխատել ոչ թե վստահության, այլ անվստահության օգտին, համոզված են մասնագետները։ Նրանց գնահատմամբ, մինչև հասարակաքաղաքական քննարկումները բանակցությունների հաջորդական քայլերի շուրջ են, գործընթացն իրականում կանգնած է նույն տեղում։ Քաղաքական առաջնորդները խոսում են փոխըմբռնման մասին, բայց իրական խաղաղության ճանապարհը դեռ մառախլապատ է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։